Եվրոպան բացահայտ կերպով ասում է, որ աջակցելու է Նիկոլին։ Եվ անգամ որ Մոլդովայի օրինակը կա, մենք տեսանք թե ինչպես միջամտեց Եվրոպան եւ հասավ նրան, որ ընտրված նախագահին թույլ չտվեցին, մեծ ահռելի գումար է տրամադրել նախընտրական պարզ է, որ սա ծառայեցելու է նրան, որ ամեն ինչ անեն եւ զանգվածային լրատվամիջոցներով եւ այլն ճնշեն, տարածեն, որ ամեն ինչ անեն, որ Նիկոլը հաղթի։ Արևմուտքի աջակցությունը լինելու է, Թուրքիայի աջակցությունը լինելու է։ Ասեցինք, որ հնարավոր է 3 կարևոր բևեռներով, հա, ձևավորվեն եւ այս ուժերը գնան։ Ուժեղ թևերեն, իսկապես երեքն էլ, բայց ինչպես դուք տեսեք դիմացը մի ամբողջ հավաքական արևմուտքն է եւ մյուս կողմից էլ դուք եք բազմիցս նշել, որ սա Նիկոլի եւ այդ թիմի համար, որ տապալել է Արցախը, կործանել է, ահռելի կոռուպցիոն ռիսկերի տակ եւ մեծ թալանը իր ճակատին վզին դրած է, ինքը պիտի ամեն ինչ անի, որ մնա իշխանության։ Ոնց ենք սրա դեմ պայքարելու։ Ուրեմն ի վերջո հունիսի 7-ին ընտրելու են ընտրության են գնալու ոչ թե Կայա Կալասն ու Ֆոն դեր Լայնը, այլ ընտրությունն են գնալու Հայաստանի քաղաքացին։ Ընտրությանը մասնակցել է ոչ թե Էրդողանը, ոչ թե Ալիևը, ոչ թե Պուտինը, ոչ թե Ֆոն դեր Լայնը, ոչ թե Տրամպը, այլ Հայաստանի քաղաքացին, Աշոտը, Արմենը, Գևորգը, իրանք Մոլդովայում գնաց, այդ քաղաքացին գնաց, թույլ չտվեցին, որ Մոլդովայում վերջում էլ Եվրոպայի ձայները հաշվեցին, ասեցին չեն նայա հաղթել, դե Մոլդովայում ընտրական օրենսգիրքի մեջ դրած են հետևյալը, որ ընտրություններին կարա մասնակցի մոլդովական սփյուռքը։ Մոլդովական սփյուռքի միջոցով իրանք կարողացան այդ մանիպուլյացիան անել։ Բարեբախտաբար մեր ընտրական համակարգում այդ բանը չկա։ Եվ այդ իմաստով մեր մոտ այդ մանիպուլյացիա անելը խիստ դժվարացել է։ Այլ խնդիրը որ իրանք կարան հանրությանը կներեք դեբիլիզացիայի գործընթացի շրջանակներում հսկայական փողեր ծախսեն։ Եվ այդ ծախսում են։ Օրինակ այդ դեմեմ բոլորին դեմեմ ինչ-որ թրուցիկներ են տարածում բանով շենքերով մեկ բան, մենք դա տեսել ենք բան։ Այսինքն այդ ամեն ինչ արվելու է։ Տեսեք ես մի բան ասեմ։ Հա, իմիջիայլոց այդ որ ասում են բոլորին դեմ ենք, այդ ընտրություններին մի մասնակցեք, դա Նիկոլա նկատի ունեցեք, որ նիկոլական թեզ է։ Եվ այն մյուսը, որ ասում է ոչ նախկիններին, ոչ ներկաներին, հիշեք, դրանք էլ են նիկոլներ են։ Դրանք բոլորը նիկոլներ են։ Դա պարզ է, ես ուրիշ բան եմ ուզում։ Չէ, պարզ չի, մարդիկ մտածում են, հա որ տենց չեն գնա ընտրություն։ Հստակ պատկերացնել։ Չէ, այսօրվա Եվրոմիության որ քարոզում է որ ընտրության մի գնացեք դրանք այսօրվա Եվրոմիության ղեկավարությունը Հայաստանին դիտարկում է որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ։ Իրանք մի խնդիր ունեն Ռուսաստանին զսպել։ Իրանք ուրիշ խնդիր չունեն, իրանք թքած ունեն Հայաստանի վրա, Վրաստանի վրա, Ադրբեջանի վրա, իրանք համար ուրիշ խնդիր չկա։ Իրանք էգոիստական իրենց բաներով ապրող մի հատ համայնք հայրած ներկայացնում, որը Ռուսաստանի հարաբերությունները փչացել է իրանց մոտ հիմա բավականին ծանր վիճակի մեջ է։ Տեսեք, ուրեմն բանը եվրոպական երկրների անցյալ տարվա տնտեսական զարգացման բաները 0.5%-ի 6%-ի կարգավիճակ։ Գերմանիայում 0.6%, չգիտեմ, Իսպանում, Ֆրանսիայում 0.5%, այս վիճակն է, խայտարակ վիճակ է, իրանց ցուցանիշները մի քիչ լավ վիճակի մեջ է, Միացյալ Նահանգներում 2%, Իռլանդիայում է շատ զարմանալի շատ 9%-անոց աճ կա, բայց դա խիստ միակ բացառությունն է։ Մնացած բոլոր երկրները սա կանգնած վիճակի մեջ են։ Հիմա տեսեք, ուրեմն Եվրոմիությունը, ես ուղղակի մեծ ժողովուրդը պետք է իմանա, ուրեմն Վրաստանը հայտարարել է, որ ինքը ուզում է դառնա Եվրոմիության անդամ։ Եվրոմիությունը ասում է, դուք մեզ հետաքրքիր չեք որպես երկիր, որը ուզում եք ուղղակի դառնաք Եվրոմիության։ Դուք մեզ հետաքրքիր եք մենակ այն ժամանակ, երբ դուք կարաք դառնաք Տրամպին Ռուսաստանի դեմ պայքարի համար։ Վրացիներն ասում են, մենք չենք ուզում Ռուսաստանի դեմ պայքարենք, մենք ուզում ենք, որ ձեր անդամը դառնանք, բայց չպայքարենք Ռուսաստան։ Իրանք ասում են, դա մեզ պետք չի։ Դուք որպես Եվրոմիության անդամ ավելորդ բերան, մեզ պետք չեք։ Սա իրենց դիրքորոշումն է։ Մեր ուժը ինչա ասում, մեր քաղաքական ուժը եւ մեր այն քաղաքական շրջանակները, որ մեր հետ պատրաստ են կոնսոլիդացված գնալ ընտրության։ Մենք ասում ենք հետեւյալը, որ մենք SEPA-ի ծրագրի շրջանակներում պատրաստ ենք եվրոպական Եվրոմիության հետ եվրոպական երկրների հետ մաքսիմալ զարգացնենք մեր հարաբերությունները, բայց պահպանելով մեր ԵԱՏՄ անդամի կարգավիճակը։ Մենք հասնելու ենք, ես խոսք եմ տալիս մեր ժողովրդին, մենք հասնելու ենք այն նպատակի, որ մենք առանց վիզաների մեր քաղաքացիները կարողանան գնալ Եվրոմիություն, եւ որը կապ չունի ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ նախկին իշխանության հետ, այդ առանց վիզաների բան ռեժիմը դա կապված է Հայաստանի եւ Վրաստանի ներքին վիճակի հետ, կենսամակարդակի հետ, դե մենք ոնց ենք կարողանում մեր սահմանները փակել դրսի երկրներից։
ինքը այլ խնդրի հետ կապված չի։ Եթե որևէ մեկը ձեզ ասի, որ այ Նիկոլ Փաշինյանը մեզ կտանի առանց վիզայի, իմացեք, որ դրանք խափում են ձեզ, որտեվ 18 թվականից մինչև 8 տարի է Նիկոլ Փաշինյանը իշխանության մեջ է, մի միլիմետր անգամ չի ավելացել առանց վիզաների, մի միլիմետր չի ավելացել եւ չի ավելանա, որովհետեւ դա պայմանավորված է ոչ թե անձի հետ, այլ պայմանավորված է քաղաքական զարգացման, եթե քո կենսամակարդակը բարձրանա, քո երկրի սոցիալական վիճակը բարձրանա, եվրոպացիները տեսնեն, որ քո ժողովուրդը չի փախնի քո երկրից իրանց մոտ, իրանք ավելի հանգիստ կտան այդ բեզվիզը ձեզ։ Սա դրանով է պայմանավորված։ Այսինքն մենք պատրաստ ենք եվրոպացիների հետ զարգացնել այդ հարաբերությունները, բեզվիզի խնդիրը մենք կլուծենք այդ խնդիրը շատ կարճ ժամանակահատվածում, որտեղ մենք շատ արագ մեր ժողովրդի կենսամակարդակը կբարձրացնենք, իսկապես օլիգարխիկ համակարգը ֆունդամենտալ կփոխենք այն մակարդակի, որ կարողանա երկիրը շունչ, երկրորդ շունչ բացի եւ իսկապես զարգանա ոչ թե 4%-ով, 5%-ով, այլ շատ ավելի ինչպես որ Իռլանդիան զարգանում 9-10%-ով զարգանա, որտեղ այդ տիպի զարգացման պես մանավանդ որ մենք ունենք մեկ դիասպորալ ժողովուրդ ենք, մեր սփյուռքը համախառն իր բաներից մոտավորապես $5 տրիլիոն ավել փող ունի իր ձեռին։ Հիմա էդի հին թվերով եմ ասում, ես դոլարի արժեզրկումից հետո այդ թիվը կարող է մինչև 1 տրիլիոն էլ հասնի։ Ես հիմա կոնկրետ թվեր չեմ ասում, բայց եթե մենք կարողանանք ամբողջ Սփյուռքին կոնսոլիդացնել եւ շագրել, ոչ թե մենք մուրացկանի կարգավիճակով Սփյուռքին գնանք, ասենց ձեռը սխմած ասենք մեզ բանտերով կգան, եթե տնտեսական գրավչություն սարքեն, գրավչություն լինի, չեմ ասում։ Իրանք հսկայական գումարներ դնենք, ես ասեմ ձեզ, ամեն մի 5-6 միլիարդ դոլարը հիմք է տալու, որ կենսամակարդակը մարդկանց բարձրանա։ Իսկ այն, որ ասենք Հայաստանը մինիմալ աշխատավարձը պետք է ունի 120,000 դրամ, մինիմալ, այն որ թոշակը պետք է մինիմալ թոշակը պետք է 75,000 դրամ, այսինքն հավասար լինի գոնե սպառողական մինիմալ զամբյուղին, դա կենսական, դա որտեղ մենք կներեք գրած ամենք որ սոցիալական պետություն ենք, մենք անասուն չենք, մենք մարդ ենք։ Եվ քան որ մարդ ենք, մենք պարտավոր ենք այդ մարդ մենք ունենք օրենսդրականություն եւ վերջին հարցը, հիմա տեսեք, մեր գործընկեր Կորյուն Սիմոնյանն է գրել, այս ԱԺ-ում այսօր քննարկվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ։ Թեման գուցե հանրության մեծ մասին չի հետաքրքրում, բայց շատ վտանգավոր փոփոխություններ են ուզում անել։ Այսինքն իրենք աշխատում են ամեն իմաստով Նիկոլենք աշխատում են, տեսեք ինչ են անում, մասնավորապես օրենքի 9-րդ հոդվածում ավելացում են հետևյալ կետերը, արգելվում է տեսալսողական հաղորդումների, մեր նման հաղորդումների մասն է խոսքը։ Սահմանադրական կարգի բռնի տապալում պատերազմը քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածել։ Փակագծում գրված է. «Մինչև այժմ դա ոչ մի դատարան չի սահմանել, թե ինչ է սահմանադրական կարգի տապալման կոչը, ինչ վերաբերում է պատերազմի քարոզելուն, ապա օրինակ, եթե մեկը ասի, որ Շուշին հետ է բերելու, կդիտարկվի պատերազմի երկրորդ կետ արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի միջամտության բովանդակության տարածել, օրինակ տեսեք Սալավիովի հաղորդումը որպես մեծ աղմուկ եղավ, ընդ որում Սալավիովը դիմել էր Պուտինին եւ ոչ թե մեր ժողովրդին, սա էլ կարող է, էլի փակագծում սա խոսքի ազատության բռնաբարություն կարող է ուղղակի դիտարկվել։ Երրորդ կետ ազգային ռասայական սեռային կրոնական ատելության բորբոքելու տեղեկատվության տարածելը, էլի փակագծում։ Այսինքն եթե մեկը ասի, որ թուրքերը ցեղասպանել են հայերին, դա կարող է դիտարկվել ազգային ատելության բորբոքելու դրվագ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է նախագծի հեղինակները պարզաբանել, այնպես որ իշխանությունը եւ արևմուտքը պարապ։ Ես այդ հարցին ես պատասխանեմ, էլի ընդհանուր առմամբ ես չեմ ուզում մտնել այս բովանդակության մեջ, պարզ ասեմ ինչի, որովհետեւ քանի որ այս իշխանության հանդեպ որևէ վստահություն չկա, եթե նույնիսկ իրանք ինչ-որ լավ բան էլ բերեն, մարդկանց մոտ առաջանում է կասկած, իսկ կարող է սրատակ ինչ-որ բան կարող անեն։ Այս իշխանությունը իրանց վարկանիշը արդեն, որ վերացրել են, իրենք արդեն վարկանիշը հավասարվել է 0-ի։ Եվ այս իշխանությունը այլևս չի կարող որևէ դրական բեր։ Ես դրա համար չեմ ուզում քննարկել, թե իրանք ինչ են առաջարկում։ Ես անկեղծ կարող է ինչ-որ դրական բան լինի իրանց առաջարկի մեջ, կարող է, բան չունեմ ասել, որովհետև պատերազմի դեմ քարոզը լավ բան չի եւ ազգամիջյան բանը լավ բան չի։ Դա ես էլ եմ տենց կարծում, բայց ես դու ճիշտ եք ասում, քանի որ այս իշխանության հանդեպ որևէ վստահություն չկա, մարդկանց մոտ կարա արդարացի կասկած լինի, որ այս մարդիկ ուզում են սրատակ ինչ-որ այլ խնդիր լուծեն։ Մարդիկ 4 սրբազան են ձերբակալել, ինչի մասին է խոսքը, ասում են բանա, գրպան բան գցում Արշակ Սրբազանը, ինչի մասին է խոսքը, պատերազմ հրահրող է, բանը գնացել է ԵԽՎ-ում ելույթ անեն Միրզոյանը, ասում է քիչ անուն ուզում էին սպանել։ Պատկերացնում եք այս ժուլիկության աշճանը։ Ես դա եմ ասում, դա ինչ է նշանակում, այս իշխանությունը արդեն սպառել է իր հանդեպ վստահությունը։ Մի հարց, պարոն Բոզոյան, տեսեք, երեք էլ Տիկին Զորաբյանին ուղեցի այս
հարցը Լիմոնովը այսպեսի մի բան ունի, ասում է, որ եթե ամենալիբերալին է բան ծայրահեղական բերես իշխանությունը այնպեսի մի բան է պետությունը ժամանակի ընթացքում դու ակամայից դառնես որոշակի իմաստով կոնսերվատիվ, ավելի հայրենասեր, երկիրը տնկալում ես քոնը։ Հիմա տեսեք, այս մեր փոքր ժուլիկը միջև հիմա 8 տարի իշխանության է, դեռ հələ շարունակում է կալանք սրա ավտոյի վրա, կալանք նրա տան վրա, կալանք սրա վրա, սրան ձերբակալ են, այսինքն մանրապճեղ, այդպես էլ այս մարդը ղեկավար չդարձավ, այդպես էլ այս մարդը չընկալեց, որ ինքը երկրի ղեկավարն է, ժուլիկ, դու թերթի խմբագիր չես, դու մի հատ փոքր խմբի փողոցից եկած խմբի ղեկավար չես, այս մեր երկիրը բանը դժբախտաբար ինչ որ մի պահի դու վերընկած ես, եւ պիտի ինչի չդարձավ այս մարդը, տեսեք, հիմա ասեմ ձեզ, այդ հարցին պատասխանեմ, մաքսիմալ անկեղծ պատասխանեմ։ Ուրեմն, երբ որ մարդը չի ունենում լուրջ մակարդակի աշխարհայացք, գրքեր կարդացած չի, բան չի, չէ։ Ինքը ճիշտ է ասում, Լիմոնովն է ճիշտ արձանագրում, այդ որ մարդը գալիս է իշխանության, ինքը ակամայից իր մեջ պահպանողական արժեքներ են գալիս։ Ասում է Պուտինը լիբերալից եկավ դարձավ մերուզած Պուտինը, ասում է ես ասում եմ այդպես, ինքը առաջվա Պուտինը չի ասում, ես հիմա ինչի չեմ քննադատում, Լիմոնովի խոսքերն եմ ասում, որտեղ ասում է դարձավ այդպեսին կոնսերվատիվ։ Մոտ եթե դուք նկատեցիք 19-20 թվականների մոտակայքում այտենց փոփոխության մոտ արդեն գալիս էր, այսինքն եթե դուք հիշում եք այն Դավիթ Տոնեն ասում էր նոր տարածքներ, նոր բան չէ, հնարավորություն։ Բա ի՞նչը խանգարեց Նիկոլին։ Պատերազմը, որ մարդը պարտվեց, բայց դե շատ կարևոր մոմենտ կա։ Ինքը կարող էր դառնալ տենց, ինքը կարող էր շարքային խմբագրից երկիր ունենալու իր մեջ։ Ինքը կարող էր դառնալ իսկապես պետական գործիչ, այսինքն իր սխալները կարող էր գալ, բայց քանի որ Հայաստանը խորություն չունեցող երկիր է, փոքր երկիր է եւ ցանկացած սխալ ճակատագրական դեր է կատարում։ Ի տարբերություն Ռուսաստանում կարած բազմաթիվ սխալներ անես, բայց դա ճակատագրական բնույթ չի կրում։ Հայաստանում ճակատագրական բնույթ կրեց։ Եթե ասենք Փաշինյանը այդ պատերազմը չլիներ, միգուցե կարողանա իր բայց ես ավելի շատ համաձայն եմ ձեր սկզբի խոսքեդ, որ դուք ասեցիք, «Էդի աշխարհընկալման հարցամտահորիզոնի պաշարներ ունենալու հարցը»։ Վերջին, ամենավերջին գեղացին է ամենավերջին գավառականն որ գալիս է իշխանության գալիս է ինքը կարա դառնա որտեղ ի վերջո մարդը սկսում է ինֆորմացիա կարդալ տեղեկատվություն վերցնել բան ստանալ ինքը դառնում է բայց էդի խանգարեց պատերազմը որ ինքը պարտվեց պարտության պատերազմը իրան դարձրեց արդեն պատանդ հիշեք մեր պատմության մեջ մեր թագավորներին բանը դրսի տերերը գալիս էին երեխաներին տանում են պատանդով աշխատացնում էին չէ երկրների ղեկավարն այսինքն երեխային տանում էին պատանդ էին վերցնում թագավորի երեխային Դա արդարացում չի կարող է դրանից է դուրս գալ։ Ուրիշ բան եմ ասում։ Հիմա փաստացի այս մարդը պատանդի կարգավիճակի մեջ է Ադրբեջանի Թուրքիայի ձեռքում։ Օբյեկտիվ տենց է դարձել։ Ինքը քանի որ պատանդի կարգավիճակի մեջ է հայտնվել, ինքը արդեն եւ ունի անասնական վաղ սեփական ժողովրդից, ինքը արդեն ոչ այնքան պետության շահերով է սկսում ապրել, որքան իր անձնական ինքնափրկության շահերով է սկսում ապրել։ Ինքը օբյեկտիվ է տենց դարձել։ Նայեք, տեսեք, օրինակ, նայեք, մենակ Ներեք նորմալ մարդը չի կարա, չէ, այս պայմաններում երբ որ Իրանի շուրջ ցենց միջակա գնա ասեք թմբուկ նվագի բանանի։ Դա նորմալ մարդը չի կարա տենց բանանի։ Չի կարա մարդը գնա ինչ որ երաշտությամբ նորմալ մարդը։ Ես դրա համար եմ, չէ, ինքը դա նշանակում է իր ուղեղը, իր մտածողությունը ուրիշ տեղ է։ Իր մտածողությունը հունիսի 7-ում է։ Ինքը զարթնում է եւ քնում է զարթնում է եւ քնում է հունիսի 7-ի մտածողությամբ ինքը եկեղեցի դեմ Պարոն Բոզյան, դուք վստահ չեք, որ պատերազմից հետո ինքը մի քիչ ավելի լայնախոհ էս ամեն ինչին նայել։ Ինքը բոլորի դեմ տերոր է անում, այն բոլոր շարժը։ Պարզա չէ, որ Գագիկ Ծառուկյանը, սպասեք, Գագիկ Ծառուկյանը արարող մարդ է, եթե շունչ տաս, աշխատատեղ կստեղծի։ Սամվել Կարապետյանը արարող մարդ է, եթե շունչ տաս, էլի ներդրում կանի, էլի բարեգոր ինչ որ բաներ կանի, չէ։ Այն մյուսը նույնը Հովիկ Աբրահամյանը արարող մարդիկ են, չէ, խեղդում է բոլոր արարող մարդկանց, ասենք ինքը ինչի բան չի ան, որ եթե վախենում է, Անժելա, վախենում է, ասեմ շատ պարզ, տեսեք, կարարեն փող կաշխատեն, երկիրն է կշնչի, դու էլ կգնաս։ Նայեք, վերցնեմ Ծառուկյանի օրինակը, նորանկա Հայաստանի այն եզակի գործարարն ա եղել, որը միջազգային ստանդարտի, արևմտյան ստանդարտի սոցիալական ծրագրեր էր կյանքի կոչում։ Դա այդ նույն բանը անում էր, ասենք, օրինակ ուրիշներն էլ էին անում մանով, բայց ոչ հրապարակային էին սարքում եւ ավելի քիչ մասշտաբներով։ Ծառուկյանը դա ինստիտուցիոնալ մակարդակի սարքեց այդ ամեն ինչը եւ որոշ համաձայն եք, որ դրա արդյունքում ինքը մեծ վարկանիշ վերցրեց։ Բայց դա Նիկոլ Փաշինյանը վախ է։
Դա իր համար վախ է։ Ինչի է ինքը ձերբակալում Սամվել Կարապետյանին, որտեղ վախենում է։ Ինչի է ինքը վախենում Ծառուկյանից, որտեղ ինքը գիտի, որ այդ մարդիկ իրանց անկի ապրուստով են վարկանիշը բարձրացել։ Իրանք վարկանիշը ստացել են ոչ թե կներեք բանը էժան հոդվածներ գրելով կամ չգիտեմ բանում փողոցում ինչ-որ խոսալով իրանք կյանքի զարգացման ճանապարհով հասել են վարկանիշի։ Իսկ դա իր համար, իսկ դա նշանակում է դա ֆունդամենտալ վարկանիշ, իսկ այդ ֆունդամենտալ վարկանիշը իր համար շատ մահացու է։ Այն որում այդ մարդկանց հանդեպ անտի ռեյտինգ չես կարող կպցնես, իրանք պետական պաշտոն չեն։ Բայց դուք մի մոռացեք, պարոն Բոզյան, որ ինքը տեսեք, մի մոռացեք, որ ինքը ուներ բարձր վարկանիշ եւ այսօր ասենք Ռուսաստանում Ավշարի այդ կոնյակը եւ Արայ Գրիգորյանը կարողացավ 0-ից ստեղծել այդպիսի մի կոնյակ, դա քո հպարտությունն է, բայց ինքը ջարդում է այդ գործարանը։ Շատ պարզ, որտեղ նոց են կրկնում, որտեղ իր համար, տեսեք, Ավշարի Գրիգորյանը, նայեք, Ավշարի Արայ Գրիգորյանը։ Ես վստահ եմ, որ ինքը եթե ճիշտ իր տեղում մնար աշխատել, այս մարդիկ կուզենային աշխատել, չէ՞։ Ճիշտ ես ասում, նույնց եմ ասում, այդ մարդու մտա հորիզոնն ու նեղա, բուջուրա, այդ իր համար Արայ Գրիգորյանը ինքը տրավմատիկ անձնավորություն է, որ ժամանակին ինքը ասում է, ինչի Արայ Գրիգորյանը հասել է հաջողության, ես չեմ հասել։ Դրանից դա ասեք նաև, դա կարևոր է։ Ինքը իր համար իրան կոնսոլիդացած իր շուրջը սաղ են վառված մարդկանց։ Փողոցից եկած Այն հուսով որ այդ վառված մարդիկ էլ մուրը կհանեն, հա։ Հիմա այդ վառված մարդիկ ցել են իրանք կոտրած տաշտակի առաջ են։ Հիմա էլ ցինիկաբար հայտարարում է որ մենք պետք է հաղթարենք մեր աղքատությունը մեր գլուխներում։ Այսինքն այն մարդիկ որոնք իրանք ոնց են հաղթարում հարգելի ժողովուրդ։ Իրանք ձեր կարմիր գծերի գինը բարձրացնում են 2 միլիարդ դրամ են հավաքում, 1 միլիարդը դնում են իրանց գրպանը եւ հաղթարում են իրանց աղքատությունը իրանց գլխում։ Իրանք բյուջեի փողը վերցնում են պարքեվաճառներ են բաժանում եւ հաղթարում են իրանց աղքատությունը իրանց գլխում ձեր հաշվին արգելի ժողովուրդ։ Սա է խնդիրը։ Այսինքն հույսը դնել, որ դուք կարաք մեծահարուստին կուլակաթափեք դրանով դուք բավարարվեք, դա խափեություն է, ինքնախափեություն է։ Դա այդ ճանապարհով դուք ոչ մի ճանապարհ չեք կարող հասնեք։ Դուք որպեսզի հասնեք նպատակին, դուք պետքա երկիրը զարգացնեք, երկրի էկոնոմիկան մեծացնեք, հնարան մեծացնեք, որպեսզի կարողանա մարդկանց աշխատավարձը մեծացնել, որպեսզի թոշակները դա բնում ճանապարհ։ Տեսեք, օրինակ, բանը տարբեր երկրներ կան, որ հասել են այդ նպատակին։ Տեսեք Չինաստանը ինչ ճանապարհներով հիմա ինքը արդեն ինչը թքած ունի թոշակառուների վրա, որ տենց ազատ ասում է 10,000-ը մոտավորապես դեբիլեն չեն կարող օգտագործել կամ այլ թոշակառուների մասին չի մտածում, բայց 500,000 ձայնը Նիկոլին Պետչի, որ այսպես սովի է մատնել թոշակառուներին, առհամարած ունի ինքը արդեն խափել է այդ մարդկանց։ Թոշակառուների իհարկե, քանի որ գիտի արդեն երկրորդ անգամ չի կարող խափի։ Իր հույսը մնացել է Ադրբեջանը, իր հույսը մնացել է Նիկոլի հույսը Ադրբեջանը, իր հույսը մնացել է որ կայացե իրան բանը բաներ կան, ֆոնդեր տան, բան տան, իրանք բանը ստեղ բան դրսից մարտիկ կան, մայիսից երկրի ղեկավարները կան իրան բռնեն, ծափը հարեն, բանանեն, բան ասենք թփթփացնեն ուսին, բան, մարտիկ տեսնեն որ իրան դրսից հարգում են, դա իր հույսը մնացել, ինքը հույս չունի արդեն։ Իր համար ասենք այդ թոշակառուն արդեն զրոական արժեք ունի։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց ուղիղ եթերում կլինենք Ջունիկ Աղաջանյանի հետ։